Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանոթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1342-րդ օրն է։ Ուկրաինական դրոնները զանգվածային հարվածել են Մոսկվայի մարզին եւ պուտինյան ավիացիան ստիպված է եղել շտաբ հեռացնել իր ինքնաթիռները մերձմոսկովյան օդանավակայաններից, խոսքը եւ տակտիկական եւ ստրատեգիական օդանավերի մասին է։ Ձեր էկրաններին տեսնում եք քարտեզը Մոսկվայի շուրջ տեղակայման նշումով, բայց նույնիսկ այդ ամենով պուտինյան բանակը չի կարողանում պատշաճ կերպով պաշտպանել սեփական տարածքը։ Իսկ Հայաստանում գործող քնած պուտինիստները սկսել են տարածել ռուսական լրատվամիջոցների հրապարակած տվյալները, թե իբր քանի ուկրաինական դրոն են խոցել ռուսները։ Ինձ հետաքրքիր է, թե ինչու նույն այդ լրատվամիջոցները երբեք չեն գրում, թե Ուկրաինան արդեն 3-րդ տարին ինչքան ռուսական շահեդ է ոչնչացնում օրական, չէ՞ որ մենք լավ գիտենք, որ առնվազն 100 պլյուս-մինուս դրոն օրական ուկրաինական հոպը ոչնչացնում է, իսկ որոշ օրեր նույնիսկ 500-ից էլ ավելի, բայց նույն այդ լրատվամիջոցները կարծես վերնագրեր չեն գրում նման կերպ։ Ինչու են նրանք հիմա այս թեման բարձրացնում։ Պարզ է, չէ՞, որ փորձում են թաքցնել իրենց խայտառակությունը, որովհետև Պուտինի խայտառակությունը նրա ծառաների կրկնակի խայտառակությունն է։ Շատերի դեմքերն է բացվում այս օրերին։ Երկիրը, որին նրանք երկրպագում էին, որը 3 օրում պիտի իբր գրավեր Կիևը, 4 տարի անց ստիպված է խոճապահար տեղափոխել իր ավիացիան Մոսկվայի մարզից։ Ես դեռ չեմ ասում այն հարվածների, այն խոցումների մասին, որ մեր դրոնները հասցրել են ռուսական ռազմավարական օբյեկտներին, ինձ թվում է մեր Telegram-ում արդեն տեսել եք։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր լսարանին, մինչ ուկրաինական բանակը ռազմաճակատում ջախջախում է ռուս օկուպանտներին, մեր լսարանը դուք մեկնաբանություններում ջախջախում եք պուտինիստներին։ Շատ եմ գնահատում ձեր աջակցությունը, թե ինձ, թե մեր ալիքին։ Զգում եք, չէ՞, ինչ հզոր ուժ ենք մենք դարձել միասին։ Փաստացի մեծ եւ հզոր ընտանիք։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Պուտինապաշտների շարքերում իրական խոճապ է։ Նրանք սկսել են տարբեր պատրվակներով ներկայացնել հայկական լսարանին խեղաթյուրված եւ սուբյեկտիվ պատկերացումներով ուկրաինական ներքին թեմաներ իբր մասնագիտական տեսանկյունից։ Իրականում մենք գործ ունենք թաքնված կամ քնած պուտինիստների դիմակի պատռմանը։ Պատկերացնում եք ինչ հուսահատության մեջ են նրանք, երբ սկսել են նկատել Ռուսաստանի անկումը։ Իսկ ինչ կլինի, երբ տեսնեն իրենց տիրոջը արդեն փլված։ Ես զվարճանքով եմ հետևում այս ամենին, սա պուտինիստների յուրօրինակ լյուստրացիա է, որքան շատերը իրենց դիմակները պատռեն, այնքան հետագայում մեզ ավելի հեշտ կլինի։ Եվ հենց նյութերի ներկայացումից բարձ է դառնում, թե մարդը ինչպես է մտածում, ավելի ճիշտ, ինչքան ռուսական է մտածում։ Եվ դա տեսնելով մենք արդեն հեշտությամբ կտարբերակենք իրական ազատամիտ մարդկանց թաքնված պուտինամոլներից։ Ինչպես արդեն նկատեցիք մեր հաղորդման սկզբից, այսօրվա եթերում դրական նորությունների պակաս չկա։ Մեր Telegram-ի QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը։ Նորից ապացուցենք YouTube-ին, որ մեր եթերը կարևոր է։ Կիրակի երեկոյան Մոսկվան եւ մերձմոսկովյան շրջանը հայտնվել են ուկրաինական դրոնների հարձակման տակ։ Տեղացիները սոցիալական ցանցերում հաղորդում էին պայթյունների շարքերի եւ ռուսական հոп համակարգերի աշխատանքի մասին։ Արդեն կեսգիշերից հետո Ռոսավիացիայի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ դադարեցվել է 2 օդանավակայանների աշխատանքը։ Խոսքը Ժուկովսկու եւ Դամադյադովի մասին էր։ Բոլոր տեսանյութերն ու մանրամասները հասանելի են մեր Telegram-յան ալիքում, այնտեղ կարող եք տեսնել նաև հաղորդումները ռուսական ավիացիայի զանգվածային փախուստի մասին։ Ուկրաինական գենշտաբը դեռ մանրամասներ չի հրապարակել, հենց լինի անպայման ձեզ կտեղեկացնենք։ Ուկրաինայի Սկելիա հատուկ ստորաբաժանման զինվորները ազատագրել են եւս մեկ բնակավայր Դնեպրոպետրովսկի մարզում։ 3 մեր Telegram-ում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում են Սկելիա ստորաբաժանման զինվորների գործողությունների արդյունքները։ Նրանք լիովին մաքրել են Պուտինի բանակից եւս մեկ գյուղ Ալեքսանդրովսկի ուղղությամբ։ Ուկրաինայի պաշտպանները նախ հեռավորությունից հարվածներ են հասցրել թշնամուն, ապա մոտեցել եւ գրոհել նրանց օգտագործելով նռնակներ։ Արդյունքում բոլոր օկուպանտները ոչնչացվել են, թե հենց Եգորովկայում եւ թե նրա մերձակայքում։ Այս պահին գյուղում ռուսական ուժեր այլևս չկան, ինչպես տեսնում եք ձեր էկրաններին։ Եգորովկայի կենտրոնում Սկելայի զինվորները բարձրացրել են Ուկրաինայի պետական դրոշը։ Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ նույնպես հրապարակվել էին կադրեր, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի 19-րդ հատուկ նշանակության կենտրոնի մարտիկները ամբողջությամբ մաքրեցին Կուպյանսկ քաղաքը ռուս օկուպանտներից, բայց դրանք խավարասերների պես են, չէ՞, նորից են փորձում մտնել Կուպյանսկ, այսպես շրջապատույտը մշտական մաղոցի է գնում։
Պուտինի ծրագիրը տապալվեց, Զելենսկին պատմել է ինչ էր ցանկանում Կրեմլի ղեկավարը մինչև հոկտեմբերի 15-ը։ Ուկրաինական հետախուզությունը պարզել է, որ Վլադիմիր Պուտինը ծրագրել էր մինչև հոկտեմբերի 15-ը ամբողջությամբ գրավել Դոնբասը, սակայն ինչպես նշել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին, այդ ծրագիրը տապալվել է։ 25 թվականին Ռուսաստանի կորուստները ըստ Կիևի տվյալների հասել են 346,000-ի, կրկնեմ խոսքը 25 թվականի մասին է։ Զելենսկին նաև բացատրել է, թե ինչու ռուսները տարածեցին կեղծ լուրեր իբր պաշարված ուկրաինական ստորաբաժանումների մասին Պոկրովսկում եւ Կուպյանսկում։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կրեմլի հայտարարությունները իբր Ուկրաինայի զինուժը պաշարված է Դոնեցկի մարզի Պոկրովսկում եւ Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքում ամբողջությամբ կեղծ են։ Զելենսկու խոսքով այս ֆեյքը ուղղված էր Միացյալ Նահանգներին նպատակ ունենալով ստեղծել տպավորություն, թե ռուսական բանակը հաջողություններ է գրանցում ռազմաճակատում։ Հիշեցնենք, որ բառացիորեն նախորդին ռուսական քարոզչության հայտարարություններից հետո Պոկրովսկ քաղաք էր այցելել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Սիրսկին։ Իր հերթին Ազովը հերքեց Դոնեցկի մարզի Ռադինսկի բնակավայրի գրավման մասին Ռուսաստանի կեղծ լուրը։ Սրանք, որ այդ կեղծ լուրերի փոխարեն փորձեին կռվել, միգուցե իրենց մոտ ինչ որ բան ստացվեր, թե չէ ամբողջ օրը դրանք ստում են։ Իսկ Թրամփը սառը ցնցող արեց Պուտինին, ԱՄՆ նախագահը խիստ է արձագանքել Ռուսաստանի Բուրևեստնիկ հրթիռի իբր փորձարկմանը։ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Բուրևեստնիկ միջուկային հրթիռի փորձարկումը, հայտարարելով, որ Մոսկվան զուր է փորձում խաղալ Վաշինգտոնի հետ։ Թրամփը խիստ է արտահայտվել Պուտինի գործողությունների մասին, նշելով, որ Միացյալ Նահանգները ունի բավարար զսպման միջոցներ, որպեսզի չզիջի Ռուսաստանին ռազմական հզորության մեջ։ Նրա խոսքով դիկտատոր Պուտինը պետք է մտածի պատերազմի ավարտի մասին, ոչ թե սպառնալիքների։ Մեր լսարանը լավ է հիշում մեր հյուր ավիացիոն փորձագետների խոսքերը, թե քանի հաջող փորձարկում պետք է լինի, որպեսզի հայտարարվի հրթիռի կիրառելիության մասին, իսկ Պուտինը առաջին անգամից փորձում է տպավորել Թրամփին եւ ի զարմանս մեծ Թրամփը չտպավորվեց, բայց տեսնում եք, չէ, ինչ բանսարկությամբ է զբաղված Պուտինը, մանր սենց աֆյորաներով, հա, փորձում է խաբել 21-րդ դարում, պատկերացնում եք ինքը որ դարում է մնացել, որ փորձում է 21-րդ դարում ինչ որ մեկին խաբել։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ հույն նավթատար ընկերությունները զանգվածաբար հրաժարվում են տեղափոխել ռուսական նավթը Թրամփի կողմից Ռոսնեֆտի եւ Լուկոյլի նկատմամբ կիրառած պատժամիջոցները կտրուկ փոխել են համաշխարհային նավթի շուկան, զրկելով Կրեմլին միլիարդավոր եկամուտներից։ Հունական ընկերությունները, որոնք մինչ այժմ տեղափոխում էին Բալտիկ ծովից արտահանվող ռուսական նավթի մոտ 1/3-ը, այժմ նախընտրում են ռիսկի չդիմել, Ամերիկայի պատժամիջոցները նրանց համար այլևս կատակ չեն։ Եվս մեկ լուր այս ոլորտից Մոսկվայի նավթային միջնորդները բաց հակամարտության մեջ են մտել իրար հետ, նախնական տեղեկություններով հիմնական միջնորդները, որոնց միջոցով Մոսկվան շրջանցում է պատժամիջոցները եւ արտահանում ռուսական նավթը, այժմ հայտնվել են բաց հակամարտության մեջ, մրցակցող տրեյդերները Դուբայից, Հոնկոնգից եւ Սինգապուրից այժմ ուղղակիորեն օգնում են արևմուտքին բացահայտել Ռուսաստանի ստվերային ցանցի թույլ կետերը։ Ռուսական բանակը կորցրել է եւս մեկ K-52 ուղղաթիռ, անձնակազմը լիկվիդացվել է ամբողջ կազմով, թեև պաշտոնապես ռուսները մանրամասներ չեն հրապարակել, ըստ ամենայնի Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է խոցել ուղղաթիռը ռազմաճակատի գծից այն կողմ։ K-52-ի անձնակազմը կազմում է 2 մարդ, օդաչուն եւ շտուրման օպերատորը։ Ուղղաթիռի արժեքը գնահատվում է մոտ 13-ից 16 միլիոն դոլար։ Բաց աղբյուրների եւ Oryx նախագծի վերլուծաբանների տվյալներով Ուկրաինայի բանակը լայնամասշտաբ ներխուժումից հետո ոչնչացրել է ոչ պակաս քան 70 K-52 ռուսական ուղղաթիռ, սա գրեթե կեսն է ամբողջ պարկի, որը Ռուսաստանին էր պատկանում մինչև 22 թվականը։ Տարբեր տվյալներով մոտ 130-ից 140 միավոր էր։ Վերջին ամիսներին ռուսների այս թանկ ուղղաթիռների կորուստները կրկին ավելացել են։ Ուկրաինայի զինված ուժերը ավելի հաճախ օգտագործում են Patriot Iris-T զենիթահամակարգեր, Stinger կրակային շարժական համակարգեր, ինչպես նաև դրոն կամիկաձեներ, որսալու համար ռուսական ավիացիան։ Նոր ցավոտ հարված պուտինիստների համար Ուկրաինայի հետախուզությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է ոչնչացվել օկուպանտների խումբը, որոնց մեջ եղել է ռուս գեներալ Արկադի Մարզոևի որդին։ Գեներալ Մարզոևը մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ Խերսոնի մարզում։ Հոկտեմբերի 15-ին Ուկրաինայի հետախուզությունը ճշգրիտ հարված է հասցրել ռուսական օկուպանտների դիրքերին Զապորոժիեի ուղղությամբ։ Տեսանյութը, ինչպես միշտ, հասանելի է մեր Telegram-յան ալիքում։ Անցած 24 ժամում ռազմաճակատում
տեղի է ունեցել 142 մարտական բախում, ինչպես միշտ առավել ակտիվ պայքարն ընթացել է Պոկրովսկի ուղղությամբ։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով հակառակորդը վերջին մեկ օրվա ընթացքում կորցրել է 800 զինծառայող եւ ավելի քան 700 միավոր ռազմական տեխնիկա։ Թշնամու ընդհանուր կորուստները ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալների հասել է 1.137.690 զինվորի։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Գիշերային ավանդական դարձած ռուսական հարձակումները Ուկրաինայի քաղաքների վրա հետ են մղել ուկրաինական հոբ ուժերը, ոչնչացվել կամ շարքից դուրս են բերվել հակառակորդի 100 դրոններից 66-ը։ Այսքանն է նախապատրաստել մեր երկուշաբթի օրվա եթերի համար։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ նույնպես չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները։ Հուսամ ավելի լավ լուրեր կունենանք արդեն վաղը։ Բարով մնաք։